Ամերիկայի եւ Իրանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել։ Հորմուզի նեղուցը կբացվի ուրբաթ օրը, հայտարարում է Դոնալդ Թրամփը։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը կկայանա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով սա մեծ համաձայնություն է, որը խաղաղություն եւ անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին։ Ինչպես նշել է Պակիստանի վարչապետը, գործընթացում կարևոր դեր են խաղացել միջնորդները։ Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կատարին որպես գործընթացի գլխավոր աջակից։ Շարիֆը նաեւ ընդգծել է Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի կարևոր ներդրումը համաձայնության ձեռքբերման գործում։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ձեռքբերված համաձայնությանը արձագանքում են եվրոպացի առաջնորդները։ Մեծ Բրիտանիայի վարչապետը շնորհավորել է Դոնալդ Թրամփին եւ Պակիստանից, Կատարից ու այլ երկրներից միջնորդներին, որոնք Քիր Սթարմերի խոսքով կարևոր դեր են ունեցել Իրանի հետ համաձայնության ձեռքբերման գործում։ Նրա խոսքով այժմ գլխավոր խնդիրը համաձայնության լիարժեք իրականացումն է, որպեսզի Հորմուզի նեղուցը բացվի եւ մշտապես բաց մնա, ինչպես նաեւ ավարտվի Իրանի միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրի մանրամասների մշակումը։ Սթարմերը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել տեխնիկական բանակցություններին, որոնք կսկսվեն համաձայնությունից հետո։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ձեռքբերված համաձայնությունը ողջունում է նաեւ Ֆրանսիայի նախագահը։ Էմանուել Մակրոնի խոսքով համաձայնությունը դիվանագիտական ջանքերի արդյունք է, որոնց աջակցել են մի շարք գործընկերներ։ Ինչպես նշել է Մակրոնը, համաձայնությունը պետք է ապահովի Հորմուզի նեղուցի անհապաղ եւ անվերապահ բացումը։ Ֆրանսիայի նախագահի հայտարարությամբ համաձայնությունը նաեւ հիմք է ստեղծում Մերձավոր Արևելքում խաղաղության եւ անվտանգության ապահովմանն ուղղված լայն բանակցությունների համար։ Նրա խոսքով բանակցությունները պետք է ներառեն Իրանի միջուկային եւ բալիստիկ ծրագրերին, ինչպես նաեւ Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող հարցերը։ Ռուսաստանի կողմից Կիևի վրա իրականացված զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 28-ը վիրավորվել։ Հրդեհի հետևանքով վնասվել է Կիև-Պեչորյան մայրավանքը։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով աստվածամոր վերափոխման տաճարի վրա իրականացված հարձակումը Ռուսաստանի կողմից քրիստոնեական մշակույթի դեմ կատարված ամենալուրջ հանցագործություններից մեկն է։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, միայն անցած գիշերը Ռուսաստանի կողմից մայրաքաղաքի ուղղությամբ արձակվել է ավելի քան 60 հրթիռ, իսկ ընդհանուր առմամբ Ուկրաինայի դեմ կիրառվել է 70 հրթիռ եւ 611 անօդաչու թռչող սարք։ Վոլոդիմիր Զելենսկին մեծ յոթնյակի առաջնորդներից ակնկալում է վճռական եւ էական արձագանք Ռուսաստանի հարձակմանը։ Ուկրաինայի նախագահի խոսքով անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել ագրեսորի վրա եւ ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը, հատկապես բալիստիկ սպառնալիքների դեմ։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև։ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահին ծննդյան օրվա առթիվ։ Հեռախոսազրույցի ժամանակ առաջնորդները քննարկել են ԱՄՆ-Իրան համաձայնագիրը, Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների այցը Մոսկվա, Կիևի կողմից Ռուսաստանի քաղաքացիական թիրախների վրա իրականացված հարվածները եւ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով զրույցի ժամանակ Պուտինը բարձր է գնահատել ԱՄՆ-ի նախագահի կնոջ Մելանիա Թրամփի ռուս եւ ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու գործում։ Նրա խոսքով Թրամփը հայտարարել է, որ խաղաղության հասնելու համար պատրաստ է ազդեցություն գործադրել ինչպես եվրոպացի գործընկերների, այնպես էլ Կիևի վրա, այդ թվում մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված շփումների ընթացքում։ Պուտինը նշել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները չեն փոխի Ուկրաինայի համար ռազմաճակատում ստեղծված կրիտիկական իրավիճակը։ Կրեմլի տեղեկությամբ Ռուսաստանի նախագահը կրկին հայտարարել է, որ եթե Վոլոդիմիր Զելենսկին ցանկանա հանդիպել իր հետ, պետք է մեկնի Մոսկվա։ Այսօր Թբիլիսիում սպասում են Սերբիայի նախագահին։ Ալեքսանդր Վուչիչը Վրաստան կժամանի կնոջ եւ պետական պատվիրակության հետ միասին։ Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նախագահի պալատում ժամը 15:35-ին, որից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին անձնական հանդիպում կունենա Ալեքսանդր Վուչիչի հետ։ Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության եւ գործընկերության խորացման հարցերը։ Ընթանում է հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալված անձանց մի մասի դատական նիստը։ Այս դրվագով այսօր պետք է հրապարակվի դատավճիռը։ Այս պահին ամբաստանյալները օգտվում են վերջնական խոսքի իրավունքից, որից հետո դատավոր Ռոմեո Տղեշելաշվիլին կգնա խորհրդակցական սենյակ։ Խոսքը վերաբերում է Զուրաբ Ճավճանիձեին, Վլադիմիր Գվելեսյանիին, Ամիրան Դոլիշվիլիին, Անտոն Վարդանիձեին, Ալեքսանդրե Չիլաչավային, Գենադի Կուպրեիշվիլիին, Սուլխան Տուղուշիին եւ Ռամազ Մամուլաձեին։ Նույն գործով մեղադրյալների մի մասի հետ անցած շաբաթ կնքվել են հաշտության համաձայնագրեր, նրանք ազատ են արձակվել նիստերի դահլիճից։
Այսօր ժամը 09:00-ից սկսվել է առաջին դասարանցիների համընդհանուր գրանցումը։ Գործընթացը կշարունակվի մինչև հուլիսի 3-ը ներառյալ։ Գրանցումն իրականացվելու է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի միջոցով։ Գործընթացն ապահովում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։ Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտների ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հուլիսի 6-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ։ Սահմանված ժամկետներում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը ավտոմատ կերպով կչեղարկվի։ Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ կրթության նախարարության պաշտոնական կայք-էջում։ Հայտնի է միասնական ազգային քննությունների ժամանակացույցը։ Գործընթացը կմեկնարկի հուլիսի 2-ին վրաց լեզվի եւ գրականության քննությամբ եւ կավարտվի հուլիսի 22-ին ֆիզիկայի քննությամբ։ Ուսուցիչների քննություններին գրանցված անձինք քննական գործընթացին կմիանան հուլիսի 5-ից։ Հուլիսի 17-ին կանցկացվի ուսանողական դրամաշնորհային մրցույթը, իսկ մագիստրատուրայի թեկնածուները ընդհանուր մագիստրոսական քննությունը կհանձնեն հուլիսի 23-ին եւ 24-ին։ Մանրամասն ժամանակացույցը հրապարակված է քննությունների ազգային կենտրոնի կայքում։ Քննության կոնկրետ ամսաթիվը, ներկայանալու ժամը եւ քննական կենտրոնի հասցեն նշված կլինեն քննական քարտում։ Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեղադրանքով ձերբակալվել է Իրանի քաղաքացի։ Իրավապահները տղամարդուն ձերբակալել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում այն պահին, երբ նա կեղծ փաստաթղթի միջոցով փորձում էր ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 5 տարվա ժամկետով ազատազրկում։ Ռաջա Լեչխումիի եւ Քվեմո Սվանեթիի ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են նախկինում դատապարտված անձի, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ իրացմանը նպաստելու մեղադրանքով։ Մեղադրյալի անձնական խոզարկության ժամանակ, ինչպես նաեւ տարբեր վայրերից, որպես իրեղեն ապացույց առգրավվել է վաճառքի համար պատրաստված մեթադոն թմրամիջոցը։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։